Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր հունիսի 26 Կենդանի պատարագ Պողոսը մերժվեց, փորձվեց, հալածվեց, ծեծվեց, բանտարկվեց, նավաբերկության ենթարկվեց և քարկոծվեց։ Այս ամենից բացի եկեղեցու բոլոր հոգսերը դրված էին նրա վրա։ Այնուամենայնիվ, Պողոսը վկայում է. «Սովորել եմ բավարարվել ինչի մեջ որ կամ»։ Պողոսը կարող էր հարցնել. «Ուզում եք իմանալ, թե ինչպես եմ ես ճանաչել այս երկնային ճանապարհը, ինչպես եմ ես իսկական բավարարվածություն գտել Քրիստոսում։ Ահա գաղտնիքը. ձեր մարմինները զոհաբերեք որպես կենդանի զոհ Տիրոջը։ Ես բավարարվածության եմ հասնում միայն իմ սեփական կամքի զոհաբերության միջոցով։ Արդ աղաչում եմ ձեզ եղբայրք Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ և Աստծո ընդունելի պատարագ, որ է ձեր բանավոր պաշտոնը։ Հռովմայացիս 12:1 Կենդանի հունարեն բառի արմատը այստեղ նշանակում է ցմահ։ Պողոսը խոսում է նվիրվածության զոհաբերության մասին, որը կատարվում է կյանքում մեկ անգամ։ Այս զոհաբերությունը ոչ մի կապ չունի մեղքի համար քավության հետ։ Քրիստոսի խաչի վրա զոհաբերությունը միակ արժանի քավությունն է։ Բայց հիմա ժամանակների վերջում մեկ անգամ հայտնվեցավ, որ մեղքը դեն գցե իր պատարագովը։ Եբրայեցիս 9:26 Պողոսը խոսում է այլ տեսակի զոհաբերության մասին, մի զոհաբերության, որն Աստված ընդունում է ավելի մեծ հաճույքով հենց այն պատճառով, որ այն կապված է սրտի հետ։ Այս զոհաբերությունը մեր կյանքի մահն է, հրաժարումը ինքնաբավությունից և փառասիրությունից։ Երբ Պողոսը հորդորում է. «Ներկայացրեք ձեր մարմինը», նա ասում է. «Մոտեցեք Տիրոջը»։ Սա նշանակում է մոտենալ Աստծուն մեզ նրան նվիրաբերելու նպատակով։ Սա նշանակում է, որ մենք նրան ենք մոտենում ոչ թե մեր սեփական թերություններով, այլ որպես հարություն առածը զավակ, նույնքան Սուրբ Հիսուսի արդարությամբ, որքան ընդունված Հոր կողմից Քրիստոսի մեջ մեր դիրքի միջոցով։ Այն պահին, երբ դուք ձեր կամքը հանձնում եք նրան, իրագործվում է զոհաբերությունը։ Հավատքի այս արարքը Պողոսի ասած կենդանի պատարագն է։ Դա այն է, որ մենք մեր կամքը հանձնում ենք նրան և վստահում, որ նա մեզ կապահովի բոլոր անհրաժեշտ օրհնություններով։ Այս պատարագը արեք այսօր։ Այդ դեպքում դուք կգտնեք բավարարվածություն, որովհետև դա Աստծուն հաճելի պատարագ է։